Բարև ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է եւ այսօր միասին կպարզենք ինչով է օգտակար բալը։ Բալը ցածր կալորիականություն եւ ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերք է։ Այսինքն նրա օգտագործումը դանդաղ է բարձրացնում գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, ինչն էլ խթանում է ինսուլինի ոչ մեծ քանակի արտադրություն։ Հետևաբար, բալը հիանալի մթերք է քաշի կորստի եւ շաքարային դիաբետի ժամանակ։ Ինչպիսի ազդեցություն ունի բալը առողջության վրա։ Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակամարեային եւ հակաբորբոքային ազդեցություն։ Հարբուխի ժամանակ նույնիսկ կարող է դրսևորել ջերմիջեցնող ազդեցություն։ Ինչպիսին է այս մթերքի ազդեցությունը մարսողության վրա։ Այն լավացնում է աղիների մոտորիկան, կանխարգելելով փորկապության առաջացումը։ Խթանում է նաև մարսողական ֆերմենտների առաջացումը, նպաստելով սննդի մարսման պրոցեսին։ Մեծ է նաև բալի ազդեցությունը սրտի վրա։ Այն կարգավորում է արյան մակարդելիությունը, կանխելով թրոմբոզների առաջացումը։ Դրական է ազդում լիպիդային սպեկտրի վրա, նպաստելով խոլեստերինի իջեցմանը։ Այսպիսով ամրացնում է սիրտը եւ անոթները։ Այս միրգը ունի նաև դրական ազդեցություն մաշկի, մազերի եւ եղունգների վրա։ Այսպիսով, բալը միրգ է, որը հարուստ է վիտամիններով, հանքային տարրերով, նաև օգտակար թթուներով, որի պատճառով խորհուրդ է տրվում ստամոքսի, խոցային հիվանդությունների եւ գաստրիտի ժամանակ խուսափել օգտագործումից մինչև ռեմիսիայի շրջանը։ Իսկ գանգատների առկայության դեպքում իհարկե դիմել բժշկի։ Այսօրվա համար այսքանը։ Սնվենք առողջ, որպեսզի լինենք առողջ։